Ակցիան անդամ տնտեսագետ Աշոտ Ֆարսյանն է, պարոն Ֆարսյան, ձեր տնտեսական ծրագրին հասցրել ենք ծանոթանալ, դրա իրատեսականության մասին թերևս այսօր խոսենք, որքանով է հնարավոր իրագործել, որովհետև տեսնում ենք, որ շրջանակներ կան, որոնք թերահավատ են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, տեսեք, ես նույնպես լսել եմ որոշ քննադատություններ, բայց իրականում իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր գործընկերներից շատերը չգտնելով ավելի բովանդակային քննադատելու նյութեր, որոշել են ընդհանրապես խնդիրը հերքեն, օրինակ շատերը հիմա ինչ-որ չգիտեք ինչի որոշել են, որ Հայաստանում այդքան գործազուրկ չկա եւ հնարավոր չէ հետեւաբար այդքան աշխատատեղ ստեղծել, խոսքը վերաբերում է 300,000 աշխատատեղի, բայց իրականում դա թեթև մանիպուլյացիա է, որովհետեւ իրականում Հայաստանում վիճակագրորեն կա 1 միլիոնից ավել մարդ, ովքեր որ աշխատանք չունեն, իհարկե նրանց մի մասը չեն կարող միջև վերջ ներգրաված լինել աշխատանքային շուկայում, բայց առնվազն 400,000 մարդ կա, որը հենց այսօր եթե համապատասխան աշխատանք լինի, նրանք պատրաստ են աշխատանքի անցնել։ Սամվել Կարապետյանի գործոնին վերադառնանք, տեսնում ենք, որ վերջին պահի խաղի կանոններ են փոխվում, որոնք միտված են հենց ձեր ուժին։ Ինչպես հաղթահարել ես խոչընդոտները։ Ես կարծում եմ, որ դա միայն այն հանգամանքը, որ իրենք դիմում են նման քայլերի, ցույց է տալիս, որ նրանք տեսնում են, որ իրավիճակը փոխվում է եւ կարող են կորցնել իշխանությունը եւ հետեւաբար բոլոր նրանց այս քայլերը ոչ ազնիվ քայլերը, դրանք նպատակ ունեն միայն մեկ նպատակի կարողանալ խաղի նժարը փոխել իրենց օգտին։ Ես կարծում եմ, որ դա նրանց մոտ չի ստացվի, իսկ մեր կողմից մենք լավագույն միջոցը դա աննահանջ կերպով մեր նպատակի հետևից գնալն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։